Այսօր մեր Բաթումիում լինելու երրորդ օրն է։ Մենք առաջացել ենք գնել ենք դելֆինարիում այցելելու Տոմսեր ու պատահաբար կողքին գտել ենք բաց կենդանաբանական այգի, որտեղ կան այսպիսի գեղեցիկ պոնիներ, զեբրաներ, կապիկներ ու տենց էլի լիքը հետաքրքիր կենդանիներ։ Այո, դուք չեք սխալվում, սա իմ քույրն է, ով պատմում է, թե ինչպես է անցել երրորդ օրը, երբ ես վատառողջ էի եւ ինձ լավ չէի զգում ու ամբողջ օրը տանն էի անցկացրել։ Նրանք գնել էին դելֆինարիումի Տոմսեր, որի ներկայացումը տեղի էր ունենալու հաջորդ օրը։ Ես այս կենդանիներին այդպես էլ չտեսա։ Այգին բաց է մինչև երեկոյան ժամը 6-ը։ Չնայած ինձ լավ չէի զգում, բայց մեկ անգամ փորձարեցի հյուրանոցից դուրս գալու, գնացի ծով եւ կրկնակի վատ վիճակով վերադարձա ու 10-15 րոպե դեռ չէր անցել, քանի որ սառը քամի էր եւ իմ վիճակը ավելի բարդացավ, ետ վերադարձա համար ու այդպես տխուր անցկացրեցի մնացած օրվա մասը։ Վիդեոյում 4-րդ օրվա առավոտն է, անձրևոտ ու մռայլ եղանակ է, իսկ ինձ մոտ ընդհանրապես ոչ մի փոփոխություն չկա։ Մինչ այդ մենք հանգստանում ենք, դիտում ենք սիրելի ֆիլմերից, իսկ այդ ընթացքում քույրս նույնիսկ դեղ գնեց իմ համար, որպեսզի ես արագ կարգավորվեմ, քանի որ երեկոյան մեզ սպասում է դելֆինարիումի ներկայացում։ Ինչպես տեսնում եք, ափում մարդ չկա, մեծ ալիքներ են, բայց եղանակը գնալով բացվում է եւ շուտով արդեն անձրևն էլ կկտրվի։ Եթե տեսնում եք այս վիդեոն, ուրեմն ես արդեն լավ եմ եւ մենք գնում ենք միասին դելֆինարիում։ Եղանակը ուղղակի հրաշալի է, ես անընդհատ նկարում եմ, փորձելով լրացնել երեկվա բացը։ Չնայած որ երեկոյան ժամը 6-ն է եւ ես ծով չեմ գնացել նորից, բայց միևնույն է ես ուրախ եմ, որ արդեն կարգավորվել եմ եւ ինձ լավ եմ զգում ու կարողանում եմ վայելեմ այս պահը, որը ինձ տրված է։ Իրականում դելֆինարիումում առաջին անգամ եմ լինելու, երբ Հայաստանում բացվել էր, այդպես էլ չհասցրեցի ներկա գտնվել եւ հիմա չգիտեմ թե ինչ է ինձ սպասվում եւ մենք անհամբերությամբ սպասում ենք հետաքրքիր ներկայացմանը։ Չէի մտածել երբեք, որ առաջին ներկայացում դելֆինարիումի կտեսնեմ Բաթումիում։ Ինչքան էլ ուզենամ, չեմ կարող ամբողջ ներկայացումը այստեղ տեղադրել, բայց կարող եմ մի փոքր պատմել։ Կար 4 մարզիչ, որից յուրաքանչյուրը ուներ երկուական ուսանող դելֆին։ Դելֆիները ունեին իրենց անունները, նույնիսկ կային, որ մրցանակներ ունեն ու շատ հայտնի էին։ Ու այսպես յուրաքանչյուր դելֆին ներկայացրեց իր մարզիչին։ Շատ հետաքրքիր շոուներ ներկայացրեցին, օղակներով շոուներ, գնդակներով շոուներ եւ իհարկե պարային բեմադրություններ։ Սա վրացականն է։ Սիրային բեմադրություն։ Վերջում իհարկե բոլորը գրկեցին իրենց մարզիչներին եւ այսպես էլ ավարտվեց շոուն։ Չէի սպասում, որ ինձ դուր կգա, բայց այս ներկայացումը ուղղակի հրաշալի էր, հատկապես նման տեսարանով եւ ինձ թույլ տվեց մի պահ կտրվել իրական կյանքից եւ վայելել պահը։ Եվ իհարկե, ինչպես միշտ, մենք նորից փնտրում ենք տեղ սնվելու համար։ Այսօր մենյուում աճարականն է եւ փնտրում ենք հենց տեղ, որտեղ կարող ենք համով աճարական ուտել։ Վիդեոյում ցույց եմ տալիս, թե ինչքան շատ են Վրաստանում պատերին նկարչական հատվածները ու ինչ շատ է դուր եկել։ Իրականում Հայաստանում եւս հիմա արդեն բավականին շատ կիրառություն ունի, բայց Վրաստանինը միևնույն է ինձ շատ դուր եկավ, շատ կոլորիտային էր եւ բնորոշ իրենց։ Մի քանի թաղամասերով շրջելով, այսպես գնացինք եւ հասանք այն ռեստորանը, որը մեզ համար մատնանշել էինք։ Խորհուրդ էին տվել վերցնել հենց այն աճարականը, որը կողքից հացեր չունի, այսինքն բացակայում է, ասել են, որ դա շատ ավելի հեշտ մարսելի է եւ մենք իհարկե հենց դա էլ վերցրեցինք։ Իսկ հիմա ցույց եմ տալիս այս ռեստորանчիկը շատ պարզ, մինիմալիստ ոճով, շատ տարբերվող ու էլի վրացիներին շատ բնորոշ։ Բայց այսքանով մեր օրը չի ավարտում եւ մենք շարունակում ենք շրջել քաղաքով։ Քանի որ վատ է առավոտյան, վիդեո չունեմ թե ինչ աութֆիթով եմ, բայց նման վիդեո ունեմ, որտեղ երևում է, որ տաք եմ հագնված։ Հիմա անցնում ենք անծանոթ փողոցներով, այս ճանապարհներով չենք քայլել, սա իրենց համալսարաններից մեկն է, ու այստեղ ես հատուկ եմ նկարում, որովհետև գիտեք, Վրաստանում շատ վատ է երթևեկությունը եւ որոշել էի նկարել, եթե հանկարծ ինչ-որ պատահար լինի, անպայման որ տեսնեն թե ով է մեղավոր։ Պարզապես ես։
Ընտրում եմ ուշադրություն ճարտարապետությանը, այստեղ մասիվ շենք է, իսկ նրան դիմաց ապակյա, թափանցիկ, եզրագծված կարմիր դետալներով, որը նույնիսկ կորել է մթության մեջ, շատ հետաքրքիր է Վրաստանը, իսկապես մեկը մեկին եւ համադրվում է եւ չի համադրվում ու հետաքրքիր ատմոսֆերա է ստեղծվում։ Այս բուսականության մասին նույնիսկ խոսք չկա։ Իսկ հիմա վայելենք։ Նշեմ, որ հենց առաջին օրվանից մենք որոշել ենք, որ անպայման այցելելու ենք այս ռեստորան։ Անսպասելի էր, չէ՞։ Իրականում YouTube-ը ինձ թույլ է տվել հասկանալ, թե ինչքան հագեցած է լինում մեր օրը, ուղղակի մենք այն չենք տեսնում կողքից եւ չենք հասկանում, թե ինչքան շատ գործողություններ ենք անում, գործեր ենք անում մեկ օրվա ընթացքում եւ երբ ես YouTube-ում վիդեո եմ նկարում եւ հիմա հավաքում եմ այսպես ռեպորտաժ եմ սարքում, հասկանում եմ, թե ինչքան շատ հագեցած օր, հագեցած էմոցիաներ ենք մենք ապրում, որը ուղղակի թողնվում է անտեսված եւ չգնահատված։ Չգիտեմ նկատեցիք, թե ինչպես այս հրեշտակը դենն է տենց, չգիտեմ ծամոններ, թե ինչ-որ թուղթ էր, բայց շատ ագրեսիվ էր ու ընդհանրապես բնորոշ էր իր թևիկներին։ Մենք հասանք Ալիևնի Նոյի արձանի մոտ, բայց այն շատ փոքր էր, ես պատկերացնում որ այն շատ մեծ է լինելու, որտեղ նկարներով այդպես էր զգացվում, բայց արի ուտես, որ դա միայն ռակուրսի եւ ֆոտոյի արդյունքն է։ Նշեմ, որ հենց այստեղ է գտնվում նավահանգիստը եւ քանի որ մենք ուզում ենք ճանապարհորդել նավով, մենք ընտրում էինք, թե որ մեկը կցանկանանք լինի մերը, տեսեք շատ հրաշալի նավեր, այդպես պիրատսկի ոճով, բայց սա մենք չենք ցանկանում։ Մերը ավելի էլեգանտ, ավելի ոճային մի բան էինք ուզում, բայց դա այսօրվա մասին չէ։ Եվ մենք վերադառնում ենք արդեն հետ համար հյուրանոց, քանի որ ուշ էր եւ մենք հոգնած էինք։ Շատ եմ սիրում նման վիդեոները, որպեսզի ամբողջությամբ չտեղադրեմ։ Opa, gracias. Ay, sorry, excuse me. Allah sizi gracias. Epa. Please, hadi. Ay. Allah. Allah çarsadana. Hoppa. Şeker bas. Այսօր համար ենք վերադառնում մեր համար ոչ սովորական ճանապարհով, այլ այգիների միջով ու այսպիսի հրաշալի քանդակներ, տարբեր ցայտաղբյուրներ ու կառույցներ ենք նկատում։ Իրականում զբոսանքի ժամանակ մարդիկ կարողանում են կտրվել իրականությունից, կարողանում են տեսնել այլ մարդկանց իրականությունը եւ վայելել պահը, լինել ներկա ժամանակի մեջ։ Հատկապես ֆոտոգրաֆիան ինձ օրինակ անձամբ շատ է օգնում հասկանալու, գնահատելու տվյալ պահը ու ապրել ներկա պահով։ Մեր օրերում դա շատ բարդ է, քանի որ մենք անընդհատ մեր ուշադրությունը սևեռում ենք անցյալի վրա, ապագայի վրա ու կորցնում ենք պահը վայելելու այդ հաճույքը։ Երեկոները իրենցով շատ խորհրդավոր են եւ թույլ են տալիս մարդուն լինել անկեղծ եւ կարողանալ համարձակորեն հարցեր տալ եւ փնտրել այդ հարցերի պատասխանը։ Ես տեսություն եմ ասում, կհանդիպեք հաջորդ վիդեոյին։